Ռուսաստան մենակ Իրան հստակ ասեցին, որ իրանք խնդիրներ ունեն քաղաքականության բովանդակության հետ։ Հա դա էլ են շատ ծանր Գիտեք, հիմա Սամվել Կարապետյանի կամ նրա ուժին կթողեն մասնակցել ընտրություններին, թե չեն թողի, ինչ-որ մեկին կթողեն, չեն թողի, ընտրությունների արդյունքները ոնց կձևավորվեն, դրանից Ռուսաստանի վերապահումները չեն վերանալու, եթե այս քաղաքականությունը չվերանայվի։ Մենք չեն էլ հասկացել, որ խնդիրը ոչ Սամվել Կարապետյանն է, ոչ Ծառուկյանն է, ոչ Սուրենյանն է, ոչ կա կայսրություն իր կարմիր գծերով։ Դու ռեսուրս չունես այդ կայսրության հետ հակադրվելու։ Իդեպ նույն ձևի սկզբունքորեն ընդդիմախոսությամբ հանդես կգամ, եթե Նիկոլ Փաշինյանը անի քայլեր, որոնք տրորում են Միացյալ Նահանգների կարմիր գծերը, որտեղ այդ դեպքում էլ են կարված ստանալու։ Իհարկե։ Այսինքն հանգարց տպավորություն չստեղծվի, որ ես այստեղ Ռուսաստանի շահերն են իմ համար իմպերատիվ։ Ես ասում եմ, Հայաստանը իրավունք չունի իրեն թույլ տալ աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի հետ հակադրություն։ Այդ ռեժիմը Հայաստանի տիպի փոքր թույլ սուբյեկտություն ունեցող երկիրը սպասարկել չի կարող, իմ ասածը դրա մասին է։ Ոչ թե հիմա ես ռուսական շահերի լոբինգով եմ զբաղվում, հիմա։ Ուրեմն չի հասկացել ընդհանրապես Մոսկվայում իրան ինչ են ասել։ Էլ եմ կրկնում, խնդիրը իրենց կողմից ռուսամետ համարված ուժերին թիրախավորելը չի։ Եթե քաղաքականությունը անփոփոխ ես թողում, Ռուսաստանից այդ հարվածները ստանալու ես, ուզում ես բոլորիս բանտ նստացրու։